Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Առավ դա դարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պայն եզրությունում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է, շնորհակալ եմ պարոն Դանիելյան մեր հավերն ընդունելու համար։ Երեք խորհրդանում կառավարության հետ հարց ու պատասխանի օրներ եւ երկար դադարից հետո հաստատելի առաջին անգամ մենք նկատեցինք Փաշինյանի հոգեկան վիճակի խանգարում։ Իհարկե ոմանք այսպես ծաղրական դա կապում են դրա հետ, որ դրանից մեկ օր առաջ Նուբարաշենի հոգեբուժարանում էր Փաշինյանը, ուղղակի պաշտոնական այցով, աշխատանքային այցով։ Իսկ բայց եթե լուրջ Փաշինյանը նյարդայնացած է, այս նման վարքագիծ է դրսևորում մշտապես այն դեպքերում, երբ իր իշխանության պահպանման հետ կապված լուրջ մտահոգություններ ունի եւ ամեն մի խոսք կարող է իրեն այսպես հոգեկան հավասարակշռությունից գցել։ Ինչ եք կարծում դուք, ինչ էր երեք տեղի ունեցածի պատճառը։ Պատճառը երկուսն է, իմ կարծիքով, մեկը ֆիզիոլոգիական է, մեկը քաղաքական։ Ֆիզիոլոգիականը այն է, որ նման մարդ պարբերաբար նման դրսևորումներ, որ իրեն թույլ է տալի, դա զուտ խոսում է նրա մասին, որ այդ մարդը լուրջ խնդիրներ ունի, ես սա լուրջ եմ ասում, ես սա ծաղրելու համար չեմ ասում եւ այլ, մարդը խնդիրներ ունի։ Եվ ապագայում երևի օրենսդրական ինչ-որ փոփոխություններ է պետք անել, երկրի ղեկավարը պետք է բժշկական ստուգումներ անցնի, դա նորմալ Հոգեկան առողջության առումով։ հոգեկան առողջության առումով եւ ոչ միայն հոգեկան առողջության առումով, ես կարծում եմ դա նորմալ պրակտիկա է։ Եվ եթե պետության ղեկավարը նման խնդիրներ ունի, բնականաբար մենք ունենում ենք նման հետևանքներ, երբ որ հոգեկան խնդիր ունեցող անձը ճակատագրական որոշումներ է կայացնում եւ այդ որոշումները մենք տեսել ենք 20 թվականից առաջ, 20 թվականից հետո, սա լուրջ խնդիր է, ես նորից եմ կրկնում, սրա լուրջ է այս հարցադրումը։ Ապագայում բոլոր պետական ղեկավարները, բարձրագույն պաշտոնները պետք է բժշկական ստուգում անցնեն։ Երկրորդ պատճառը Ես ինչ եմ ասում հոգեկան առողջության, որտեղ որ գեմարոյ ունենան դժվար խանգարի կառավարմանը, բայց հոգեկան խնդիրները կարող է այլ խնդիրներ լինեն, որոնք նույնպես կարող է հիշողության հետ կապված դեմենցիա լինի։ Մենք դրա օրինակը տեսանք Ամերիկայում, Բայդենի, այսինքն նման հզոր պետությունը, համար մեկ պետությունը, օդի հետ բարևում է նախագահը, անունները շփոթում, երկրները շփոթում, բայց որոշումներ պետք է ընդունի։ Հասկանալի է, որ փոխարեն այլ մարդիկ են որոշումներ ընդունում։ Երկրորդ պատճառը զուտ քաղաքական է, որովհետև այդ մարդիկ գիտեն, որ իշխանությունը կորցնելուց հետո իրենց հարցեր են տալու եւ այդ հարցերը տարբեր հաստատություններում են տալու եւ բնականաբար իրենց անհանգստացնում է կոնկրետ տվյալ անձին եւ եթե դրան նորից գումարում ենք առողջապահական որոշակի խնդիրները, մենք նման դրսևորումներ ենք տեսնում եւ արդեն ամբողջ աշխարհում այդ կադրերը ցույց են տալի, ցաղում են հայերի վրա եւ զարմանում են ոնց է հայ ժողովուրդը, որը կարծես թե ինչ որ խելոք հայեր կան աշխարհում եւ զարմանում են, ասում են ոնց են հանդուրժում։ Իշխանությունը կորցնելու վտանգը մեծացել է Փաշինյանի համար։ Բնականաբար ինչով է դա պայմանավորված։ Դա պայմանավորված է առաջի հերթին իր ռեյտինգի իջեցումը, որը մոտ 10%-ի է եւ վերարտադրվելու հնարավորությունը իմ կարծիքով բացառվում է։ Եթե ինչ-որ ինչ տեխնոլոգիաներ չկիրառեն, օրինակի համար ինչպես Ուկրաինայում հատուկ դրություն չհայտարարեն, ինչ-որ պատերազմական վիճակ չհրահրեն արդեն իրենք, որովհետեւ իրենց իշխանությունը պահեն, որովհետեւ նույն վիճակում է նաեւ Ուկրաինայի նախագահը, որին նույնպես բազմաթիվ հարցեր կան տալու եւ նա նման եղանակով ձգձգում է եւ պատերազմը եւ ընտրությունները։ Նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանում եւ բնականաբար
ինքը եւ իր նեղ շրջապատը հասկանում են, որ նորից եմ կրկնվում, հարցեր կան, որոնց իրենք պետք է պատասխանեն։ Անցյալ տարի Նիկոլ Փաշինյանն էր ինքնիշխան խաղում հայտարարելով, որ չի մասնակցելու մայիսի 9-ի շքերթին Մոսկովյան։ Այս տարի իր կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիևը չի գնում մայիսի 9-ի շքերթին, Փաշինյանը գնալու է, հայտարարեց երեք նաեւ խորհրդարանում։ Ինչով է պայմանավորված ձեր գնահատմամբ Փաշինյանի գնալը եւ Ալիևի չգնալը։ Նախ Փաշինյանի գնալ ինչով է պայմանավորվում, բնականաբար Հայաստանը ունի շատ մեծ կախվածություն Ռուսաստանից, առաջի հերթին տնտեսական, նաև շատերը կարծում են, որ անվտանգային առումով կախվածություն չունի, խորապես սխալվում են, որտեղ իհարկե Արցախի պատերազմի ժամանակ Ռուսաստանը միանշանակ իրեն չպահեց, բայց այնուամենայնիվ պատերազմը դադարեցվեց, սակայն մյուս կողմից հաշվի չի առնվում, որ գոնե հայ-թուրքական սահմանը, դա ռուսական սահմանապահներն են այնտեղ եւ ռուսական դրոշներ, եւ գոյություն ունեն ռուս-թուրքական հարաբերություններ, գոյություն ունեն պայմանագրեր, այդ թվում շատերի կողմից չսիրված Կարսի պայմանագիրը, եւ այդ Կարսի պայմանագիրը գործում է եւ Թուրքիայի համար եւ Ռուսաստանի համար եւ դրա համար Երևանը չի դառնում Հալեբ, ինչպես մենք տեսնում ենք Սիրիայում եւ Թուրքիան չի մտնում Երևան, ինչպես մտել է Սիրիա։ Շատերը դա անհավանական են համարում, որովհետեւ իներցիոն մտածողության դաշտում են գտնվում, բայց ժամանակակից աշխարհում կարող է եւ դա տեղի ունենալ եւ նորից եմ կրկնում, այդ առումով Ռուսաստանը անվտանգությունը ապահովում է, նաեւ էներգետիկ անվտանգության խնդիր կա, որովհետեւ նույն եթե միայն գազը վերցնենք եւ ատոմակայանը վերցնենք, ապա ատոմակայանի հետ կապված դեռևս վաղուց այդ պահանջը կա Արևմուտքի կողմից եւ նաեւ Թուրքիայի կողմից, որպեսզի ատոմակայանը փակվի, համարելով, որ դա վտանգավոր կայան է, մյուս կողմից Հայաստանն այն երկիրը չի, որը ատոմային երկիր լինի, հա, թեկուզ խաղաղ ատոմի առումով։ Եվ մյուսը գազը, որը մենք 2-3 անգամ էժան ենք առնում միջազգային գներից եւ շատերը ասում են Իրանից մենք կստանանք, բայց Իրանը ինքը գազի խնդիր ունի, գազի պաշարները շատ մեծ են, բայց արդյունահանման խնդիր ունի Իրանը տեխնոլոգիաների, որը կապված է նաեւ սանկցիաների հետ, եւ Իրանը ինքը այսօր գազ գնող երկիր է, ոչ թե գազ վաճառող։ Տեսեք, ուրեմն վերջերս բավական ակտիվացվել է կոնկրետ շրջանակների կողմից Նիկոլ Փաշինյանին impeachment հայտնելու, անվստահություն հայտնելու այս քննարկումները։ Սա մի պարագայում, երբ բառացիորեն 3 կամ առաջին օրը խորհրդարանում քննարկվում էր Անդրանիկ Քոչարյանի, ոչ Նիկոլ Փաշինյանի հարցը, էթիկայի հանձնաժողով ստեղծելու եւ ԿՊԱ-ականները միամուռ կերպով պաշտպանեցին անգամ Անդրանիկ Քոչարյանին, որի դեմ է Ալեն Սիմոնյանը, չգիտեմ, խորհրդարանականներ, անգամ ուզում էին պաշտոնանկ անել ժամանակին, բայց երբ նախաձեռնությունը եկավ ընդդիմության կողմից, իրենք պաշտպանեցին անգամ Անդրանիկ Քոչարյանին, հա։ Հիմա ինչ է այս impeachment-ը ձեր գնահատմամբ։ Երբ որ այդ impeachment-ի հարցը որոշ մարդիկ փորձում են լուրջ քննարկել, բերում են հիմնավորումներ, որ գիտեք ինչ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը impeachment, չի ստորագրի impeachment-ի տակ, հասկանալի միայն impeachment-ի համար ձայները հարցը մտնելու համար չի հերիքում, ուր մնաց, որպեսզի համապատասխան ձայներ հավաքվեն եւ փորձում են ապացուցել, որ այդ impeachment-ը հնարավոր չի, բնականաբար այդ impeachment-ը հնարավոր չի, սակայն հարցը այլ տեղում է գտնվում, իսկ եթե հնարավոր չի, ինչի համար է այս գործընթացը շարունակում եւ այս գործընթացի մեջ ակտիվորեն մտել է հանրապետական կուսակցությունը։ Ես կարծում եմ հիմնական պատճառը ոչ թե քաղաքական է, այլ էլի հոգեբանական է, ինչպես գործող վարչապետի մասին են քննարկում, որովհետև դեռևս 2018 թվականից սկսած շատ-շատերը կասկածներ են հայտնում, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության, հատկապես այդ պնդումները։ Կասկածները ո՞րն է, Վարան Բաղդասարյանը հանրապետականի խմբակցության ղեկավար 18 թվականին ինքն է հայտարարել։ Ի վերջո մենք ենք խաղաղ ճանապարհով նրան բերել իշխանության։ Ну, այստեղ տարբերությունն այն է, որ ժողովուրդը դուրս է եկել, մենք ստիպված էինք իրան ձայն տալ, որպեսզի արյունահեղություն չլինի։ Ես ձեր թույլտվությամբ մի անեկդոտ պատմեմ, բոլորին այդքան սիրելի բան, Կարքին հաղորդումից, որ կասկածներ կան, որ Սերժ Սարգսյանն է բերել Նիկոլին, ինչի հետ համեմատեմ, ուրեմն մեկը գործուղման է գնում,
հարևանին խնդրում է, որ կնոջ ելումուտին հետևի։ Գալիս է, հարևանը սկսում է զեկուցել, ասում է, ուրեմն դու գնացիր, եկավ մի հատ տղամարդ, հետո ասում է, դե ասում է մտան տուն, ասում է հետո, ասում է հետևներից եկավ մտան ննջասենյակ, ասում է հետո, ասում է քո կինը սկսեց հանվել, ասում է հետո, դե ասում է որ հանվեց, կրծկալը հանեց, շպրտեց, ասում է հետո, ասում է այդ ընկավ այս դռան ծակի վրա։ Ու էլ չեմ տեսել ինչ ան, մարդ ասում է, սենց էլ անորոշ վիճակ արա, չիմացանք ինչ եղավ։ Հիմա այդ կասկածներն են, որ Սերժ Սարգսյանն է բերել Նիկոլ, բայց շարունակենք։ Ես ուզում եմ գալ impeachment-ի նպատակին։ Այդ կասկածները, ինչպես մենք ասացինք, մի բան է, երբ որ ժողովուրդը Անորոշ վիճակ է։ անորոշ վիճակ է, բայց վիճակը անորոշ է։ Բայց հատկապես 20 թվականի պատերազմից հետո այդ կասկածները արդեն ավելի լուրջ մեղադրանքների տեսք ստացան, որ սա պայմանավորված էր եւ այլն, որ Նիկոլ Փաշինյանը գա Արցախ հանձնի եւ այլն։ Այդ նման կարծիքները սոցցանցերում եւ տարբեր տեղեր լի էին եւ Սերժ Սարգսյանը դա բավականին ծանր եւ ցավոտ է տանում, սակայն երբ որ հասցեական չի, երբ որ տարբեր մարդիկ են խոսում, արձագանքելը, անդրադառնալը հնարավոր չի։ Սակայն այս վերջերս արդեն դա դարավ արդեն հասցեական երկրորդ նախագահի կողմնակիցներին եւ արդեն երբ որ կա հասցե, արդեն կա նաեւ պատասխան։ Եվ այդ պատասխանը եղավ, որ մենք չեն բերել եւ այլն, բերողը ժողովուրդն է եղել, բերողը Հայաստանի քաղաքական ուժերն են եղել, որոնք մասնակցել են այդ գործընթացին, որոնք ձայն են տվել եւ մասոնները, հզոր ուժերը եւ այլն, եւ դա մտածված հատուկ օպերացիա չի եղել իշխանության փոխանցումը։ Եվ հիմա գանք impeachment-ին, որն է impeachment-ի իմաստը։ Ես կարծում եմ impeachment-ի իմաստը հենց այդ հոգեբանական խնդիրն է, որը ունի երրորդ նախագահը, եւ ինքը ուզում է ցույց տալ, ահա տեսեք, ես ամեն ինչ անում եմ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հեռացնեմ իշխանությունից, impeachment լինի, ես որևէ պայմանավորվածություն չունեմ, ահա կան ուժեր անդիմությունում, որոնք ստորագրությունները չեն դնում, որպեսզի impeachment-ը տեղի ունենա, այլ Նիկոլ Փաշինյանին պահողները հենց այս մարդիկ են։ Սա քաղաքական գործընթացից դուրս է իմ կարծիքով, սա ժուտ այդ հոգեբանական խնդիրը հաղթահարելն է, որը ունի եւ շատ ծանր է տանում, որքանով ես հասկանում եմ Սերժ Սարգսյանը։ Պարոն Դանելյան, դուք երկար ժամանակ քաղաքական դաշտի վերլուծում եք, հետևում եք, ասենքն նոր չեք այս ասպարեզում, հա։ Ձեզ այս գործընթացը չի հիշեցնում 2015-ի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած Սերժ Սարգսյանի impeachment-ի գործընթացը, երբ հիշում եք երրյակ ընդդիմության երրյակ կար Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ եւ ժառանգություն փորձում էին հասնել Սերժ Սարգսյանի տապալման, ինքը ասաց, այ եթե իսկական ընդդիմադիր եք, եկեք միացեք Սերժ Սարգսյանի impeachment-ին։ Ինչ որ առումով այո, բայց եթե գնում ենք պատմության խորքը, կարող ենք ավելի խորը գնալ։ Ժամանակին ընտրություններին, չեմ հիշում 2013 թիվն էր թե 14-ը, երբ որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ impeachment դաշինքը ստեղծվեց, որոնք 2007 երևի։ 7-ին, հա, վայ, ներողություն, ճիշտ եք ասում։ 7-ի խորհրդանական Քոչարյանի, հա, 2007 թվականին impeachment դաշինքներ, այսինքն այդ impeachment-ի գաղափարը շատ խորքային է եւ գալիս 2007 թվականից։ Այո, այսինքն դու եթե impeachment ես նախաձեռնում, անկախ նրանից դա հնարավոր է թե չէ, դու ապացուցում ես, որ դու ընդդիմադիր ես, այս իշխանության թշնամին ես։ Տվյալ դեպքում, եթե մենք վերադառնանք այսօրվա այս impeachment-ի գործընթացին, դա ցույց տալ, որ իմ կարծիքով ցույց տալ, որ ես պայմանավորվածություն չունեմ Նիկոլ Փաշինյանի հետ, ես իր դեմ եմ, այլ տեղեր մանեկեք նրանց ընդդիմության մեջ, որոնք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին եւ ունեն շահեր։ Լավ, Նիկոլ Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանը հայտարարում էր բառացիորեն օրս, հա, որ ընդ որում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հետ հանդիպումից հետո, որ մեր հյուսիսային հարևանը Ռուսաստանը փորձում է այստեղ իշխանություններին տապալել։ Ինչու է արվում այս հայտարարությունը։ Դե դրանից առաջ մամուլում տեղեկատվություն կար, որ արդեն Հայաստանի գծով Ռուսաստանի քաղաքականության վարողը Կիրենկոն է, որը շատ լավ տեխնոլոգիա համարվում է համար 1 դեմքերից Ռուսաստանի,
որին նույնիսկ նենց հաշվիչ մեքենա են ասում, հա, ինքը շատ տեխնիկական մտածողություն ունի եւ ունի արդյունքներ, նաեւ վերջի արդյունքը դա Աբխազիայում էր, երբ որ ընտրություններում խնդիրներ էր առաջացել եւ ինքը կարողացավ այդ հարցը լուծել։ Ես կարծում եմ, որ իրենց մոտ այդ մտահոգությունն է առաջացել, որ Ռուսաստանը փորձում է մասնակից դառնալ ներքաղաքական կյանքին եւ դա իրենց վախեցնում է, որովհետեւ նորից մենք խոսեցինք դրա մասին, իրենց համար մեկ խնդիրը իշխանության կորուստն է։ Ես կարծում եմ, որ այստեղ ոչ թե քաղաքականությունն է, մենք այսօր անդադ հոգեբանությունից ենք խոսում, արդեն երրորդ հոգեբանական դեպքն է։ Ես կարծում եմ հենց այդ հոգեբանական խնդիրներն են, այդ վախը, իսկ երբ որ մարդ վախում է իշխանությունը կորցնել, վախը տեսնում է ամեն տեղ, հա, վախը կարող է տեսնել ժողովրդի մեջ, վախը կարող է տեսնել արտաքին ուժերի մեջ, այսինքն այդ վախը ամեն տեղ է եւ տվյալ դեպքում վախերից մեկը հենց Ռուսաստանն էր, որը դրսևորվեց։ Ես կարծում եմ այնուամենայնիվ սա հոգեբանական տառապանքների արտահայտություններ, վախերի արտահայտություններ։ Ինչու չեն վախենում այդ դեպքում արևմուտքից։ Մի օր չլսեցինք ասեն, այո, արևմուտքը փորձում է իշխանության տապալել։ Որ արևմուտքը Հիմա արդեն ոչ միասնական, մի ժամանակ ասում ենք հավաքական արևմուտքը, ոչ հավաքական, բայց չգիտեմ, հայտարարեմ, որ Թրամփը ցանկանում է տապալել Նիկոլ Փաշինյանը։ Թրամփը դες փոքր հարցերով չի զբաղվում։ Թրամփը նախ այդ փոքր հարցերով չի զբաղվում, երկրորդը Թրամփը հենց փակետ USAID-ին ինքը կրճատում է անվտանգության կառույցները, տնտեսական խնդիրները առաջերտին դնում եւ այդ առումով Հարավային Կովկասը Թրամփի համար էական նշանակություն չունի, առավել եւս, որ ինքը փորձում է պայմանավորվել Ռուսաստանի հետ, ոչ միայն Ուկրաինայի հարցով, Մերձավոր Արևելքի հարցով եւ այլն, նպատակ ունենալով իր հիմնական խնդիրը Չինաստանն է եւ Ռուսաստանի հետ պայմանավորվել ինչ է նշանակում։ Ռուսաստանի հետ պայմանավորվել նշանակում է նոր ազդեցության գոտիներ գծելը եւ բնականաբար Թրամփը պատրաստ է նաեւ ճանաչել Ղրիմը, պատրաստ է կիսա ճանաչել այն գրաված տարածքները Ուկրաինայից, որը գրավել է Ռուսաստանը եւ բնականաբար մենք տեսնում ենք նաեւ Վրաստանի քաղաքականության փոփոխությունը, որտեղ Վրաստանը հասկացան, որ արևմուտքում իրենք տեղ չունեն, ինչպես տեղ չուներ, պարզվեց Ուկրաինան լինելով հենց Եվրոպայի ստեյցիան նույնիսկ կենտրոնում, այդքան զոհեր տալով Ուկրաինայի հաշվին գնում է պայմանավորվածություններ եւ այս առումով Միացյալ Նահանգները Հայաստանում փոխել իր քաղաքականությունը եւ այս ռեժիմի պահպանման հարցում ես կարծում եմ իրենք որևէ քայլ չեն անի։ Ինչ վերաբերում է Եվրոմիությանը, այդ վերջի բանն է, որից կախված է մնացել գործող իշխանությունը, բայց Եվրոմիությունը նույնիսկ Եվրոպայում տեղի ունեցող կոնֆլիկտում բանակցությունների սեղանի շուրջը նստած չի։ Հա Վատիկանը մեն հայտնի կադրը, որ 3 աթոռ էին դրել, որ Մակրոնը, Զելենսկին եւ Թրամփը պետք է նստեին եւ երրորդ աթոռը հանեցին եւ Թրամփը խնդրեց Մակրոնին, որ թողի ինքը միայնակ խոսի։ Այսինքն Եվրոպան նույնիսկ Եվրոպայի կոնֆլիկտներում ինքը կողմ չի, բանակցող կողմ չի եւ ես չեմ կարծում, որ Եվրոպան ունի ցանկություններ եւ լծակներ, որովհետեւ Հայաստանում իշխանության պահի գործող վարչապետին եւ գործող իշխանության այլ բան է, որ Հայաստանի քաղաքական դաշտում փայատեր է Թուրքիան։ Եվ ըստ էության գործող իշխանությունը իր փորձում է իր իշխանությունը պահել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով։ Իսկ պահելու համար ինչ է պետք։ Պետք է զիջումներ, այսինքն Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է զիջումներ անի մեր ազգային շահերի հաշվին։ Սա է, այսինքն իրենց իշխանության պահպանման համար մեկ գրավականը դա Էրդողանը եւ Ալիևն է։ Իդեպ Եվրոպա ասցիք հիշեցի, դուք հետևում եք Արևմուտք Ռուսաստան լայնածավալ կոնֆլիկտին, որը տեղ ունեցավ Նորքի թաղապետարանում։ Ինչպես է գնահատում, տապալվեց ռուսական ծրագիրը։ Ես կարծում եմ ռուսական ծրագիրը չտապալվեց, համենայն դեպս դա լուրջ հարված էր աշխարհաքաղաքական կողմ Արամ Զավենի Սարգսյանին եւ նա հեղինակային կորուստներ ունեցավ եւ ես կարծում եմ Ռուսաստանի գործողությունը որոշակիորեն իր արդյունքներին հասավ։ Իսկ եթե ավելի լուրջ, դրա ինչն էր արևմտյան արժեքների համար է։ Այսինքն սա դիմակազերծում էր, չգիտեմ, ի վերջո մենք գոնե լավ գիտենք, չէ՞ որ այդ մարդը արևմուտքի հետ որևէ այդպես գաղափարական կապ չունի, փողին մունատ վիճակ է Արամ Զավենիչի մոտ։ Սրանից 10-15 տարի առաջ ռուսամետ էր նույն վայրագությամբ, ծայրահեղ,
դեմ էր կոմպլեմենտարիզմին, երբ որ աշխարհը կոմպլեմենտար քաղաքականության կողմնակից է, ռուսները ՆԱՏՕ-ի հետ համագործակցում էին, ինքը դեմ էր անգամ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը։ Մյուս կողմից չպատժվել է ՔՊ-ի կողմից, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ ՔՊ-ականների պատժել է այս ընթացքում որևէ կոնֆլիկտի մեջ, միջադեպի մեջ մասնակից լինելու համար։ Շատ է մեծացել կախվածությունը ՔՊ-ի Երևանում գոնե հանրապետություն կուսակցությունից։ Ես կարծում եմ, որ կախվածությունը բավականին շատ է, սակայն մինչև այդ մի երևույթի մասին խոսենք։ Երևույթը հետևյալն է, որ ծառայություն մատուցելով, այսինքն Երևանում օգնելով, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը ունենա իշխանություն, դիմացը պետք է ստանա տնտեսական դիվիդենդներ, այսինքն քրեաօլիգարխիկ համակարգ է ձևավորվել, եւ մենք տեսանք Կասկադի բացահայտումները, որը հանրային տարածքում տնտեսական նշանակության օբյեկտներ են սարքելում այգիների փոխարեն Կասկադի վերևի հատվածը, որը Արամ Զավենի Սարգսյանի ընտանիքի անդամներ, փեսաներ, Եղբոր փեսան։ բնականաբար նաև երևի ինքը։ Եվ այս առումով մենք տեսնում ենք, որ այն նման ծառայությունների դիմաց ստանում են տնտեսական դիվիդենդներ հանրության հաշվին։ Այսինքն ձևավորվում է նոր քրեաօլիգարխիկ համակարգ։ Հիմա 26 թվականի ընտրություններից առաջ, եթե հանկարծ, ինչին ես չեմ հավատում, Արամ Զավենի Սարգսյանը դուրս գա կոալիցիայից եւ Երևանում կորցնեն իշխանություն կամ Երևանում նոր ընտրություններ լինեն եւ այդ ընտրություններում ակնհայտորեն քաղաքացիական պայմանագիր արդեն պարտվելու է եւ քաղաքագլուխը լինելու է ընդդիմությունից, դա մեծագույն հարված կլինի 26 թվականի ընտրություններից առաջ։ Այդ առումով այո, ես կարծում եմ, որ այս գործող վարչապետը ինքը պատանդի կարգավիճակում է հայտնվել։ Բայց Զավենիչի մոտ արդեն։ Այնքանի չէ, որ արդեն Զավենիչի մոտ է պատանդ։ Ես կարծում եմ, այսպես եթե շարունակ Նիկոլի լավագույն շահը պիտի դրթի իրեն հեռանալ իշխանությունից, որովհետև եթե այսպես շարունակի կամ ՀԿ տատի մոտ է գերի ընկնելու կամ ՀՇ Գևորգի մոտ։ Ես կարծում եմ Մակարդակի բավական իջեցում կա։ Ես կարծում եմ իրենց հաշվարկներում իրենք փորձելու են 26 թվականին որոշակի քանակությամբ ձայներ ապահովել, լինել խորհրդարանում եւ ընդդիմության մի որևէ հատվածի հետ դաշինքի մեջ մտնել, այդ ընդդիմությանը բերելով իշխանության ընդդիմության այլ հատվածների դեմ եւ դրանով պարակտել արդեն այս առումով պարակտել ինչ իմաստով, պարակտել, որ կա անկախ ամեն ինչին կա որոշակի համախմբվածություն գործող իշխանության դեմ, չնայած միմյանց հետ ունեն խնդիրներ, այդ դա ջարդել, այդ կոնսենսուս -1-ի այդ տրամաբանությունը եւ փորձել ընդդիմության որևէ մեկին բերել իշխանության եւ ունենալ որոշակի պայմանավորվածություններ, այսինքն այդ կոալիցիան, որ 20 թվականին եթե փորձեն կազմել, ապա այդտեղ կլինի պայմանավորվածություն, նույնիսկ գրավոր, ինձ թվում է կփորձեն դա ձևակերպել եւ այդ առումով փորձել ինչ որ իրենց անվտանգության հարցը լուծել։ Հետաքրքիր փորձառություն կլինի, որտեվ այո, ես համաձայն եմ ձեզ հետ, Նիկոլ Փաշինյանը այս պահին կոնսենսուս -1 վիճակում է, ինչու, որքան էլ որ կան մարդիկ, որ օրինակ կընտրեն Սերժ Սարգսյանին, չեն ընտրի Ռոբերտ Քոչարյանին կամ որևէ մի երկուսին, կընտրեն օրինակ Մայր Հայաստանին կամ կընտրեն Հայկ Մարությանին, կընտրեն անգամ կարող է շատ քչերը Էդմոն Մարուքյանին, բայց այս բոլորը միասին երբեք չեն ընտրի Նիկոլ Փաշինյանին։ Եվ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ կայուն քարացած, բյուրեղացած ընտրազանգված ունի, որը 10-12% է, այսինքն դրանով իշխանություն ձևավորել է։ Եթե գումարենք ադմինիստրատիվ ռեսուրս, երևի մի 20-25%։ Դե ինչը ապացուցվեց Գյումրիում եւ Փարաքարում 30%-ի շրջանակում է իրենց այդ ադմինիստրատիվ ռեսուրսով, բանով, բայց բարի տարբերությունը ո՞րն է, եթե Գյումրիի ընտրությունը ինչով է տարբերելու համապետական ընտրությունից, որտեղ Գյումրիի ընտրությունում այնուամենայնիվ կա իշխանություն եւ կար հնարավորություն եւ ես դա փորձեցին օգտագործել ընդդիմության մի թիմի հետ, այսինքն պաշտպանեն այդ թիմից բերեն որևէ մեկին քաղաքագլուխ, այսինքն դա չստացվեց, բայց համապետական ընտրությունների ժամանակ արդեն տրամաբանությունը այլն է, որովհետեւ եթե Գյումրիում իշխանությունը փոխվում է, բայց Հայաստանում կա իշխանություն իր լծակներով, համապետական ընտրություններում մի կոճակի սեղմելով արդեն իշխանությունը չկա եւ իշխանության ազդեցությունը կարող է այդքան էլ չգործել։ Այո, եւ հետո Գյումրի ցանկացած թիմ ընտրություն նաեւ
Փոցելի է նրանով, որ կարող էր կրկնվել Վանաձորյան, ասիկան ցանկացած տեխնացու կարող է կալանավորվել, բայց ես չեմ պատկերացնում համապետականի ժամանակ որևէ տեխնացու հավաքի էական ձայներ ու իրան կարողանան կալանավորեն դրանից հետո, երբ կարող է վաղ մյուսօր իշխանությունը փոխվել։ Շնորհակալ եմ պարոն Դանիելյան, այդ զրույցի համար։ Ես չեսնում զրուցում էի քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, տեսություն կհանդիպենք։